Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենահզոր միջուկային զինանոցը։ Ռուսաստանն ունի միջուկային զենք, որ կարող է Ամերիկա հասնել։ Եվ այս երկու երկիրն ունեն միջուկային զենքի սահմանափակման պայմանագիր, որի ժամկետը սակայն լրանում է մի քանի շաբաթից, փետրվարի 5-ին։ Թե կողմերն այս մի քանի օրը չերկարաձգեն այն, կնշանակի Վաշինգտոնն ու Մոսկվան ազատում են իրենց ձեռքերը միջուկային ասպարեզում։ Եկեք հասկանանք, ինչ է գրված այդ New Start կոչվող փաստաթղթում եւ ինչու է այն այդքան կարևոր։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 15 տարի առաջ, 2011-ի փետրվարի 5-ին։ Այն սահմանափակում է Ռուսաստանի միջմայրցամաքային միջուկային զենքերը, ներառյալ միջուկային մարտագլխիկները, որոնք տեղադրված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա եւ կարող են մոտ կես ժամում հասնել Միացյալ Նահանգներ։ Բացի այդ, փաստաթուղթն ամրագրում է, որ կողմերը 1550-ից ավելի միջուկային մարտագլխիկ ունենալ չեն կարող։ Եթե սահմանափակումը չլինի, երկու կողմն էլ կարող են արագորեն ընդարձակել իրենց զինանոցը։ Միացյալ Նահանգներն օրինակ ունի 400 այսպիսի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, պատրաստ արձակման։ Յուրաքանչյուր հրթիռ կարող է կրել 3 միջուկային մարտագլխիկ, բայց սահմանափակումների պատճառով կրում է մեկը, այսինքն մյուս երկուսի տեղը լրացնելու հնարավորություն կա։ Եթե սահմանափակումները չեղարկվեն, Ռուսաստանն էլ կարող է լրացուցիչ մարտագլխիկներ ավելացնել, հարվածի պատրաստ իր զինանոցը մեծացնելով մոտ 60%-ով։ Ռուսաստանի ղեկավար Պուտինը նախորդ սեպտեմբերին առաջարկել էր ևս 1 տարով պահպանել պայմանագրի հիմնական կետերը։ ԱՄՆ նախագահ Թրամփը դրական էր արձագանքել եւ այսքանը։ Փորձագետներն ասում են, առայժմ որևէ նշան չկա, որ պայմանագրի հիմնական դրույթների ժամկետը վերջին պահին կերկարացվի։ Շատերն անգամ կանխատեսում են, աշխարհում միջուկային զենքի ավելացումն անխուսափելի է։ Եվ ոչ միայն ռուս-ամերիկյան տարաձայնությունների պատճառով, այլ որովհետև դաշտում նոր, հզոր խաղացող է ավելացել։ New Start պայմանագիրը ստորագրելիս քչերն էին մտածում, որ միջուկային երրորդ գերտերություն կարող է հայտնվել։ Իսկ հիմա արդեն Պենտագոնը կանխատեսում է, Չինաստանը մոտ 10 տարուց հավանաբար կունենա մոտ 1500 մարտագլխիկ։ Այս ֆոնին շատերն են տրամաբանական համարում, որ առանց Չինաստանի հետագա պլաններն ու մտադրությունները լավ հասկանալու, Մոսկվան ու Վաշինգտոնը չեն շտապի սահմանափակել իրենց միջուկային պաշարներն ու ծրագրերը։ Մեկ բան փորձագետներին ակնհայտ է արդեն հիմա, եթե աշխարհի հզորները սկսեն ավելացնել իրենց միջուկային զինանոցը առանց փոխադարձ զսպման մեխանիզմների, ամբողջ աշխարհն է մտնելու միջուկային մրցավազքի անկանխատեսելի դարաշրջան։